Մեդիայի դերը ժամանակակից հասարակություններում գնալով ավելի բարդ ու բազմաշերտ է դառնում։ Այն ձևավորում է հանրային կարծիք, ազդում հասարակական քաղաքական գործընթացների վրա։ Թվային միջավայրի ընդլայնման, սոցիալական ցանցերի զարգացման և տեղեկատվական հոսքերի բազմապատկման պայմաններում հատկապես կարևոր է դառնում մեդիա էթիկան, որպես այն սահմանը, որը պետք է ապահովի հավասարակշռություն, խոսքի ազատության և պատասխանատու տեղեկատվության միջև։ Журналистское, конечно, сообщество ваше. Հայաստանի և Լիտվայի լրագրողական համայնքները շատ նման են։ Երկու երկրներն էլ փոքր են, բայց լրագրությունը միշտ շատ ակտիվ է, կարծիքները բազմազան։ Մեզ մոտ էլ, ձեզ մոտ էլ, լեզուն, ինքնությունն ու մշակութային ինքնատիպությունը միշտ մեծ դեր են ունեցել։ Դա լրագրողների համար կարևոր հենք է, որովհետև մեդիան ոչ միայն տեղեկատվություն է փոխանցում, այլ նաև պահպանում է հանրային ինքնագիտակցությունը։ Մեդիա էթիկայի վերահսկողությունն ու ինքնակարգավորումը Լիտվայում արդեն տասնամյակների պատմություն ունեն։ Երկրում գործում է անկախ մեդիա օմբուդսմենի ինստիտուտը, որը քննում է լրագրողական նյութերի և սոցիալական հարթակներում տարածվող բովանդակության վերաբերյալ բողոքները։ Медийного расклада, который сейчас существует, Այսօր մեդիա էթիկան միայն դասական լրագրության մասին չէ։ Սոցիալական ցանցերը, բլոգերները, վլոգերները, բաց ու փակ հարթակները նույնպես հանրային ազդեցություն ունեն։ Բայց կարևոր է նշել, պրոֆեսիոնալ մեդիան շատ ավելի քիչ խախտումներ է թույլ տալիս, որովհետև այնտեղ կան ստանդարտներ, խմբագրական պատասխանատվություն և ինքնակարգավորման մշակույթ։ Ամենամեծ հարցը սոսկ վերահսկողությունը չէ, այլ վստահությունը։ Ինչու են մարդիկ երբեմն ավելի շատ հավատում պատահական աղբյուրի, քան պրոֆեսիոնալ լրագրողին։ Նախընտրական ժամանակաշրջանում մեդիայի դերը հատկապես զգայուն է։ Հանրային հաղորդակցությունը, սոցցանցերում մանիպուլյացիաները, արագ տարածվող ապատեղեկատվությունն ու լսարանի վստահության խնդիրը դարձել են համընդհանուր մարտահրավերներ։ Լիտվայի փորձը ցույց է տալիս, մեդիայի գործունեությունը հնարավոր է խիստ կարգավորել, սակայն հանրային վստահությունը միայն օրենքով չի ձևավորվում։ Հայաստանի տեղեկատվական դաշտը ըստ լիտվացի տեսուչի չափազանց ակտիվ է, երբեմն նաև բարձր մանիպուլյատիվ ռիսկերով։ Հայաստանում տեղեկատվական հոսքերը շատ ինտենսիվ են, հատկապես սոցիալական ցանցերում։ Երբեմն նույնիսկ դժվար է հասկանալ, որն է իրականությունը, որն է մանիպուլյացիան։ Բայց ես կարծում եմ, լրագրողների դերը հենց այստեղ է կարևոր։ Փաստերով, փաստարկներով ու պատասխանատու աշխատանքի միջոցով օգնել հասարակությանը տարբերել ճիշտ ու սխալ տեղեկատվությունը։ Ընտրությունների փուլում խնդիրն առաջին հերթին վստահության մշակույթի ձևավորումն է ու պահպանումը։ Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության հրապարակած 2026 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը նահանջել է նախորդ տարվա ցուցանիշից։ Մեր երկիրը 180 երկրների շարքում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը։ Թվային հարթակների արագ զարգացումը, տեղեկատվական հոսքերի բազմապատկումը և նախընտրական ժամանակաշրջանի զգայունությունը նորից ու նորից ընդգծում են։ Պատասխանատու լրագրությունը շարունակում է մնալ հանրային վստահության կարևոր հիմքերից մեկը։